Ես կարծում եմ նաև այստեղ շահառու է նախագծի շինարարության ոլորտը, բնականաբար, որտեղ այդ ցեմենտը հենց շինարարության հումքն է եւ հիմնական պահանջարկը ցեմենտի հենց ձևավորվում է այդ ոլորտում։ Շինարարության ոլորտը լավ օրեր չի, որ հիմա ապրում է ամենատարբեր պատճառներով եւ գործոններով, դրան չեմ ուզում անդրադառնամ։ Սա եւս, այսպես ասենք, առնվազն ապախտանող կամ ոլորտի գործը դժվարացնող կարգավորում է։ Հիմա հարցս հետեւյալն է, այսինքն դուք որպես էկոնոմիկայի նախարարություն այդ ամբողջ արժեշղթայի մեջ կարծում եմ դիտարկեք, որտեղ այդ ազդեցությունը միայն ցեմենտ ներկրողների, արտադրողների, տրանսպորտային կազմակերպություններին չի վերաբերում, այլ նաև կոնկրետ շինարարության ոլորտին եւ իր բոլոր շահառուներին, այդ թվում բնակարանաշինությունը առանձին եւ մնացած ուղղությունները։ Հիմա ինչ գնահատում, եթե արել եք, հուսով եմ արել եք, ինչպեսի գնահատում ունեք ազդեցություն եւ արդյոք քննարկել եք շինարարության ոլորտի դերակատարների հետ այս նախագծի հնարավոր ազդեցությունը կամ հետևանքը։ Շնորհակալ եմ հարցի համար։ Իհարկե քննարկում եղել է իրանց հետ ու նաև գնահատում ա եղել։ Մենք եթե ի սկզբանե ասեմ, քանի որ սկզբից հենց դրա մասին խոսեցի, մենք չենք դիտարկում, որ ցեմենտի գինը պետք է բարձրանա կամ բարձրանա գոնե չենք դիտարկում, որ պետք է բարձրանա 6000 դրամ տարբերությամբ, այլ մենք ենթադրում ենք, որ պետք է այստեղ լինի ինքնարժեքի շահույթի, գեշահույթի կրճատման հաշվին, նաև որպեսզի մեր արտադրողները մրցակցային լինեն, որտեղ մեր արտադրողների գնի բարձրացում չի դիտարկվել, բայց ամեն դեպքում, եթե անգամ դիտարկենք, որ որոշակի գնի բարձրացում լինելու է, գնահատվել է ընդհանուր շինարարության վրա 1 քառակուսի մետրի վրա 1%-ի շրջանակներում է գնի բարձրացումը տեղի ունենում, որը կարծում եմ այդքան մեծ ազդեցություն չի ունենա, բայց ամեն դեպքում ես լիահույս եմ, որ ցեմենտի գինը չի բարձրանալու, այլ ստեղծելու է ինքնարժեքների համահարթեցում եւ առողջ մրցակցային պայմաններ։ Եվ երկրորդ հարցը արձագանքի հետ կապված, ես չնայած այդքան էլ չեմ կիսում ձեր տեսակետը, որովհետև փաստը վկայում է եւ գործնականում, որ նման նոր հարկային բեռ ավելացնելու պարագայում ըստ էության արագ ոչ թե շահույթն է նվազում, այլ ավելանում է գինը, վերցրեք տարբեր ոլորտներ Հայաստանում այդպես է, իհարկե փոքր շուկա ունենք եւ այլն, բայց նաեւ ունենք որոշակի նաև, այսպես ասենք, անառողջ վիճակ, էներգետիկ ռեսուրս, գազի շուկան նայեք, հեղուկ գազի եւ այլն, բայց ինչեւ է բենզինը։ Հիմա երկրորդ հարցը վերաբերում է մենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ ունենք ԵԱՏՄ-ն, իհարկե, ունի ազատ առևտրի համաձայնագիր, որը գործադրվում է եւ բավականին էֆեկտիվ է Հայաստանի տնտեսության ռազմավարական կամ երկարաժամկետ զարգացման առումով, հիմա արդյոք նաև դուք քննարկում եք նման կարգավորումները մեր գործընկերների հետ Իրանի Իսլամական Հանրապետության, այնուամենայնիվ իրանց ցեմենտն է ներկրվում Հայաստան եւ այստեղ այո որոշակի զգուշավորություն եւ փոխգործակցություն անհրաժեշտ, իհարկե հայկական շահ առաջ մղելու առումով, բայց այնուամենայնիվ մենք լավ գիտենք, որ նման գործիքները կարան նաև դառնան հայլանման այլ ուղղություններով։ Ես ուզում եմ հասկանամ, այս վայրիվերումները, որ անում ենք իրավիճակից բխող կտրուկ բարձրացնում ենք ցեմենտի տուրքը, հետո կտրուկ իջեցնում եւ այլն, այս ինչպես է քննարկվում կամ ինչպես է այսպես կոմունիկացվում նաև Իրանի տնտեսության շահը ներկայացնող մեր գործընկերների հետ։ Շնորհակալություն, ճիշտ դիտարկում անեցիք, հատկապես ազատ տնտեսական գործունեության հետ կապված, ես այդ մասը չէի նշել, որ հաշվի առնելով ազատ առևտրի նոր իրավիճակը եւս 5% իրանական ցեմենտի ներմուծման գնի իջեցում է լինում, որը կրկին անգամ նպաստում է ոչ մրցակցային իրավիճակին, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մենք բավականին լավ հարաբերությունների մեջ ենք, նրանք մեր լավագույն գործընկերներն են եւ
պարբերաբար միասին քննարկումներ լինում է մի քանի ամիս առաջ ես Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ բավականին տարբեր թեմաներով այդ թվում նաեւ նմանատիպ թեմաներով քննարկումներ եղել է ու կարծում եմ որ ընդհանուր տեսանկյունից նրանք նույնպես նորմալ են գնահատում, բայց դե իրանք էլ իրանք շահն ունեն, բարձր չէ որ այնպես չի որ ողջունելու են, բայց իրավիճակին ճիշտ են